Բարի օր սիրելի հեռուստադիտող, այսօր պատրաստելու ենք գազարով տորտ։ Գիտեմ շատ եք սիրում, շատերը պատրաստում են տանը, շատերը սիրում են ռեստորաններում ուտել, բայց այսօր շատ հեշտ բաղադրատոմս եմ ցեզ տալու, որը դու պատրաստեք եւ այլևս չգնաք չփնտրեք ամենահամով գազարով տորտը Հայաստանում կամ աշխարհում, քանի որ մեզ նայում են եւ աշխարհից։ Համայն աշխարհից ավելի ճիշտ է։ Այսօրվա բաղադրատոմսի համար մեզ պետք է 250 գրամ ալյուր, 350 գրամ քերիչով անցկացրած ստեբղին կամ գազար, 4 հավգիտ, 200 գրամ սերուցքային պանիր, 50 գրամ կարակ, 100 գրամ ընգույս, խոշոր կտրատած, 1 բաժակ ցետ, 1 բաժակ սպիտակ շաքար, 1 բաժակ սրճակույն շաքար, 2 կես թեյի գդալ վանիլին, 85 գրամ շաքարի փոշի, 2 թեյի գդալ բխրեցուցիչ։ Մի հատ ընգույզը կտրատենք եւ մի հատ էլ ցեզ պատմեմ, որ այս բոլոր բաղադրիչները կարող եք վերցնել 8 սուպերմարկետից, միևնույն ժամանակ կարող եք խաղարկության մասնակից դառնալ եւ շահել բնակարան։ 5000 եւ ավել քնումներ կատարելիս Բայն Ալբանդյան նշված տեսականոց դուք արդեն մասնիկ եք դառնում կամ մասնակից եք դառնում այդ խաղարկության։ Այսինքն ուրիշ տեղից վերցնելու 8 սուպերմարկետից վերցրեք։ Մի հատ էլ հաջողակ կտրոն ունեն, որտեղ քաշբաք են անում ձեր ծախսած դրամը, ինչ ծախսել եք 8 սուպերմարկետից հետ են տալիս։ Այսինքն մի խոսքով անվճար քնում եք կատարում մեկ-մեկ։ Այսպիսով ցեզ սիրուն բաներ պատմելով ընգույզը արդեն կտրատեցինք, այսպես մեծ ենք կտրատելու, շատ փոքր չենք կտրատելու, բայց ես ինչ եմ անելու, գիտեք, մի քանի հատ ընտրելու եմ, որպեսզի մի կողմ դնեմ, հետո դիզայնի համար օգտագործեմ, իսկ մնացածը արդեն կավելացնենք տորտին մեջ։ Այսքան երևի լավ է։ Այս մի կողմ տնենք, որ հետո ավելացնենք։ Մի հատ օճառվինք ABC-ով, հետ վերադառնանք։ Սկսում ենք հավգիտից, որտեղ հավգիտի եւ շաքարավազը երկու տեսակ ենք օգտագործելու այսօր, սպիտակ եւ brown sugar կամ շաքարնակակույն կամ սրճակույն։ Սկզբում հավգիտներն ենք ավելացնում, հետո շաքարը։ Դե իհարկե հավգիտը ընդհանուր ենք դնում։ Հավգիտը ավելացրեցինք։ Հիմա շաքարը։ 1 բաժակ։ Եվ 1 բաժակ սպիտակ։ Մինչև հիմա արդեն միքսերով ենք արել, իսկ հիմա պետքա ավելացնենք, հետո սպաթուլայով խառնենք։ Ավելացում եմ գազարը։ Այսքանը բահում եմ դեկորացիայի, ոնց որ ընգույզն եմ բահել, իսկ հիմա պետքա խառնենք արդեն։ Վա, ինչ լավն է հոտը։ Ամենավերջում ավելացում եմ ամենայիմ սիրած բաղադրիչս։ Դարչինը։ Դե իհարկե մենք պարանեգի դարչին ենք օգտագործում, ինչպես որ ամեն համեմունքները,
ալյուրը, բխրեցուցիչը, վանիլինը, շաքարի փոշին։ Այսքան էլ դարչին լավ է։ Ես դու դառաները շատ եմ հավանել։ Մարանեգի գազམ་ագերբությունն էլ գիտե, որ ես հավանել եմ։ Եվ հիմա մենք անհամբեր սպասում ենք, որ բոլոր համեմունքները ունենան դառա։ Դառա բառը սովորել եմ Հայաստանում։ Կարող ենք ասել։ Ինչ լավն է։ Մեր արդեն տորտի խմորը պատրաստ է։ Ոչ մի բան չենք մոռացել, մի հատ պտղունց աղը մոռացել ենք։ Մի հատ խառնում եմ։ Գնացինք։ Ապա։ Ուֆ, ինչ հոտ է։ Եվ ուղարկում ենք չերոց։ Չերոցը 180 աստիճանի տակ, մոտավոր 40-ից 50 րոպե պետք է եփի։ Դե ինձ սիրելիներս, մենք ստեղ մի հատ մաքրենք, դե իհարկե ABC-ով, եւ դասավորենք, որպեսզի պատրաստենք քրեմը կամ ֆրոստինգը, որը ավելացում ենք կազարով դորտի վրա։ Դե ինձ սիրելիներս, միջև որ մեր դորտը վերջնական եփի, մենք կարող ենք ֆրոստինգը կամ իր վրայի քրեմը անել։ Ավելացնելու ենք կարակ եւ icing sugar կամ կարող ենք ասել շաքարի փոշի։ 85 գրամ պետք ունեինք, այսինքն մոտավոր 3 կարորդ բաժակ։ Այս 3 կարորդ է։ Ավելացնում եմ շաքարը, ավելացնում եմ կարակը եւ դառնում եմ։ Ավելացնում եմ cream cheese-ը կամ սերուցքային պանիրը, վանիլը, մի թեթև, դարչինի փոշի ու հարում ենք։ Մեր քրեմը պատրաստ է։ Տորտիկ ջան։ Վաու։ Դե ինձ սիրելիներս, մեր դորտիկը պատրաստ է, պետք է իր վրա քսենք ֆրոստինգ քրեմը։ Այսի դենց ամենահեշտ տարբերակն է carrot cake-ին, որ կարող եք խմորը պատրաստել ու քրեմը պատրաստել ու կսել ու հյուրասիրել։ Եթե ժամանակ չունենք լեյերներ անելու, այսինքն շերտեր անելու ու մի շերտ քրեմ, մի շերտ քեյք տնելու, այս տեսակը ամենահեշտն է։ Հիմա ուզում եմ մի քիչ ստեփրինից տնել, տենց տարածել։ Եվ ընկույզ։ Տենց տարածում ենք ընկույզը։ Եվ այսօրվա կազարով տորտը պատրաստ է։ Դուք էլ պատրաստեք եւ վայելեք։ Բարի ախորժակ։
Գիտեիք սիրելիներս, այսօրվա մեր կազարով դորտիկը պատրաստ է, ես անհամբեր եմ փորձելու, դուք էլ անհամբեր եք իմ feedback-ս կամ իմ անդրադարձս տեսնելու։ Արդեն գտրում եմ։ Մի կտոր վերցնում ենք այստեղից։ Վաու։ Ուրեմն, կարգի եկավ համտեսելու, բայց ամեն բարակայի ասեմ։ Եթե գիտեմ, որ շատ հեշտ է պատրաստվում, բաղաթիչները շատ արագ է գտնվում եւ թյուրին է, բայց ամեն բարակայի եթե սիրտ չունեք պատրաստելու եւ ժամանակ չունեք, կարող եք Smiley Sweet-ից ինչ որ քաղցրավենիք վերցնել այդ օրը եւ վայելել։ Այսինքն այդ քաղցրի հագենալը կհագենակ համով Smiley Sweet-ի քաղցրներով։ Իսկ մենք փորձում ենք։ Wow. Wow. Me atalham tu. Wow, wow, wow. Mucha vardı gudemiz. Me atelu demasa. Ասեմ ձեզ, իդեալական տարբերակետան համար պատրաստելու։ Ես գիտեմ, որ էսի ուտելուց հետո մի հատ պետքա ջուր խմել, որովհետև քաղցր է։ Շատ քաղցր չէ, բայց իհարկե համով կլինի ինչ որ ջուր։ Իհարկե ես ջուրը սիրից եմ խմում։ Մի հատ ջուր խմեմ, շարունակեմ։ Վաու։ Ջուրն էլ է համով։ Մի խոսքով այսօրվա բաղաթադոմսը այս էր, հույսով եմ հավանել եք, անպայման կպատրաստեք, կուրախացնեք ձեզ եւ ձեր երեխաներին եւ ընտանիքին։ Իսկ մենք կհանդիպենք ժամը 9:00 եւ 17:00 Կեթուն TV եթերով։ Կհանդիպենք, ցտեսություն։